Եկեք հարց ուղենք, այնինչ սկի մտքովդ չի անցնում, ոչ մեկ ես չգիտենք, ոչ ես, ոչ դուք, այնինչ սկի մտքովդ էլ չի անցնում, տեսնենք ինչ է տարոն ուզում մեզ ցույց տալ, հարց ուղեք, այնինչ ձեր մտքով սկի չի էլ անցնում, այնինչ սկի ձեր մտքով չի էլ անցնում, դա կապված է Վերխովնայա Ժրիցայի հետ քրմուհու, որը ձեր մտքով սկի չի էլ անցնում և ինչ է ուզում տարոն բացահայտել, այնինչ սկի ձեր մտքով չի էլ անցնում, մաքրության մասին է խոսքը, այստեղ ոչ միայն մաքրության, այստեղ մենք տեսնում ենք Սուրբ Հոգին, նրան բավականին օգնում են, այստեղ շատ ուժեղ էգրեգորի մասին է խոսքը նաև, նրան միշտ տրվում է մեծ շանսեր նրա մաքրության համար և եթե դուք այստեղ սպասում եք ինչ-որ բան, որ նրա կյանքում կարող է դեպի պերիկասիա գնա, դա բացառվում է, որովհետև նրան, տեսնում եք, վերևից անընդհատ գալիս է համ նշաններ, համ ինչ-որ լավ փոփոխություններ, որտեղ նրա կյանքում ժամանակ էլ չի մնում, շատ արագ որոշումներ կայացնել, ադապտացվել և նա կարող է վայելել կյանքը, տեսնում ենք, դա տրված է վերին ուժերի կողմից, դուք ուզում եք, դա չեք ուզում, տեսնենք, էլ ինչ պետք է դուք իմանաք, այդ ինչ պետք է իմանաք, նախանձել նրան, ինչ-որ այլ քայլեր անել, դա նույնն է, ինչ նույն ձեր ստրատեգիայով, ռազմավարությամբ կարող է դեպի ձեզ գալ նույն կինը այդ, ինքը ձեզ հետ ձեր լեզվով խոսել և այստեղ ես չեմ տեսնում, դուք պետք է իմանաք, որ այդ մարդը չի պատրաստվում ինչ-որ ձեր հետ հաշտվել կամ ձեր հետ գլուխ դնել, որովհետև նա բարձր է գնահատում իրեն և նա ավելի շատ զբաղված է իր գործերով և այստեղ մեծ պերսպեկտիվա ունի, ապագայում խորհուրդ ձեզ համար, ինչու, որովհետև դուք չեք ստեղծել նրա գործերը, օգնել նրան և